Ողջույն։ Բոլորիդ հետ էլ պատահել է, որ ցանկացած հավաքույթի ժամանակ կամ երբ զրուցարանում զբաղվում եք, անհնար է չհասնել քաղաքականությանը եւ չվիճել։ Միշտ մի մասը համարում է, որ Նիկոլը դավաճան է, որոշներն էլ անկախ այդ հանգամանքից նրա կողմից են։ Ես վերջին օրերին հանդիպել եմ մարդկանց, ովքեր այն նման առիթներում խոսել են այնպես, որ ինձ թվացել է նիկոլական են, բայց համոզում են, որ իրեն չեն ընտրել։ Անգամ նիկոլականների եմ հանդիպել, որ վստահ էին Փաշինյանը չի ընտրվել, որովհետև ընդդիմադիր հայացքներով ընտրազանգվածը շատ էր։ Նիկոլականի եմ հանդիպել, որը միևնույն է, քվյախցիկի մոտ փոշմանել է ու չի ընտրել։ Ու հիմա ամենուր լսվող խոսակցություններից ընդհանուր գնահատականն այն է, որ այս ընտրությունները չեն արտահայտում հանրային տրամադրությունները։ Կեղծվել են, իշխանությունը լեգիտիմ չէ։ Բայց այս պահին գնդակը սահմանադրական դատարանի դաշտում է։ Փաստը, որ ընտրական գործընթացի հիմնական մասնակիցները կասկածի տակ են դնում արդյունքների արժանահավատությունը, լուրջ քաղաքական ազդակ է։ Ուրբաթ հունիսի 26-ից սահմանադրական դատարանը քննելու է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։ Մի կողմից ունենք աննախադեպ իրավիճակ, ընտրություններին մասնակցել է 18 կուսակցություն եւ դաշինք, դրանցից առնվազն 7-ը չի ճանաչում ընտրությունների արդյունքները արդար։ Սա աննախադեպ է ամբողջ աշխարհի մասշտաբով։ Իմ ուսումնասիրությունների համաձայն մինչ մեզ ամենաշատ սահմանադրական դատարան դիմումներ բերել են Նիգերիայում 2023 թվականի ընտրություններին 5 քաղաքական ուժ։ Սահմանադրական դատարանում միաժամանակ վիճարկող առանձին քաղաքական կուսակցությունների ու դաշինքների այսպիսի քանակը բացառիկ երևույթ է։ Ընդ որում, անգամ կեղծված համարելով այդ 7 ուժերի տարած ձայները միասին կազմում է 43%։ Հիմա իրենք պահանջում են պաշտոնական այդ արդյունքները անվավեր ճանաչել կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել կամ որևէ լուծում տալ։ Մարդ, որն ասում էր ձեռքս կկտրեմ, բայց ընտրակեղծիք չեմ անի, կազմակերպում է այնպիսի ընտրություններ, որոնք մեր պատմության մեջ ամենավիճահարույցն են։ Մյուս կողմից հասկանում ենք, որ գործ ունենք մի սահմանադրական դատարանի կազմի հետ, որը Նիկոլի ճաշակով է։ ՍԴ9 դատավորից բոլոր 9-ը նշանակվել են իր իշխանության օրոք։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը 2018 թվականին, Երվանդ Խունկարյանը, Արթուր Վաղարշյանը, Էդգար Շաթիրյանը 20 թվականին, երբ Փաշինյանը տապալեց սահմանադրական դատարանը, Հովակիմ Հովակիմյանը եւ Սեդա Սաֆարյանը 22 թվականին, Տխրահռչակ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը 2024 թվականին, Նիկոլական Արամ Սարգսյանի կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը 25 թվականին, Կարկառուն ՔՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը 26 թվականին։ Իսկ այս ազգային ժողովը պատահական ոչ մեկին չի ընտրել։ Ինչու եմ ասում այս ազգային ժողովը։ Դե ՔՊԱ-ական մեծամասնությունը, որովհետև օրինակ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր Դավիթ Բալայանին չընտրեցին ՍԴ դատավոր, երևի որովհետև չէր ենթարկվել, չէր վնգստացել, բայց ընտրեցին գոնե մեկ օր դատավոր չաշխատած, խիստ քաղաքականացված Սեդա Սաֆարյանին։ Այս սահմանադրական դատարանին ընդ որում չեն վստահում ոչ դիմացները, ոչ չդիմացները, ովքեր դիմել են ասում են սպասելիք չունենք, ովքեր չեն դիմել ասում են անիմաստ է դրա համար։ Իշխանությունը կարող է պնդել, որ դժգոհ քաղաքական ուժերը պարզապես չեն համակերպվում պարտության հետ, սակայն երբ ոչ թե 1 կամ 2 ուժ է դիմում, այլ 7 քաղաքական ուժ, անգամ նրանք, որ ոչ մի պարագայում շանս չունեին, արդեն խորքային հարց է առաջանում, ինչու է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը այդքան ցածր, ինչպես շտկել։ Սահմանադրական դատարան դիմելու հիմքերը բազմաթիվ են։ Այո, Նիկոլ Փաշինյանը 50% ձայն չի հավաքել եւ տրամաբանական է, որ չպետք է լինի իշխանություն արդեն։ Պետք է առնվազն լինի երկրորդ փուլ։ 60,000 ընտրողի քվեն գողացել են, արդյունքում մեկ կուսակցություն չի մտել խորհրդարան եւ Նիկոլին նկարել են մանդատների 3/5-ը։ Բայց գլխավոր հարցը ոչ թե սա է, այլ այն, որ Փաշինյանը իր 49% ձայնը եւս չի ապահովել օրինական ճանապարհով։ Այո, Նիկոլը գողացել է Բարգավաճ Հայաստանի ձայները, բայց դա գողացել է բացահայտ։ Իսկ մնացած 49%-ը ոնց է յուրացրել։
Սա պետք է ցույց տրվի, ասվի Սահմանադրական դատանում։ Սաղ ժողովուրդն ասում է, որ Նիկոլին չի ընտրել ու զարմացած է, թե ինչպես են կեղծել անցկացրել։ Գիտեք, որ կեղծելու էր, դրանում էր վստահ մեր ժողովուրդը ընտրություններից առաջ, բայց մի տեսակ ինձ թվում էր, ինչ որ մանկական միամտություն կար նաև, հույս, որ կարող է այդ մի կարմիր գիծը չանցնի։ Դա էլ անցավ։ Մենք ասում ենք, չէր կարող նրան ձայն տալ գյուղացին, որի բերքը դաշտում փտում է։ Չէր կարող ձայն տալ արտահանողը, որի ապրանքը լարսում փչանում է։ Չէր կարող ձայն տալ թոշակառուն, որին Նիկոլը ծաղրում նվաստացնում էր։ Չէր կարող ձայն տալ փոքր բիզնեսմենը, որը հարկերի տակ ճռում է ու անընդհատ բողոքի ցույցեր էր անում։ Չի կարող ձայն տալ պատերազմում զոհվածի հարազատը, անհետ կորածի հարազատը, վիրավորներն ու նրանց հարազատները։ Չէին կարող ձայն տալ այն ընտանիքները, որոնցում կա արտագնա աշխատանքի մեկնողներ եւ այլն։ Բայց արդյոք ձայն են տվել։ Եթե նա բոլորիս աչքի առաջ ուղիղ եթերում 60,000 ձայն գողացավ, բա ոչ ուղիղ եթերում ինչ է արել 1,400,000 քվեի հետ, ինչու չէր կարող գողանալ։ Նիկոլ Փաշինյանը ընտրական խարդախություն է արել։ ՍԴ-ն չի կարող աչք փակել բյուջեի միջոցներով ընտրակաշառքների վրա, նախընտրական շրջաններում ընդդիմադիրների անհիմն ձերբակալությունների, խուզարկությունների, կալանքների վրա, վարչական ռեսուրսի չարաշահումների վրա, անհավասար մրցակցային պայմանների վրա, քվեների գողության վրա, որոնք շատ ուղիղ որոշել են ընտրության ելքը։ Եթե այդ ամենը չլինեին, հիմա արդյոք իշխանություն կլիներ։ Ընտրությունների արդյունքը այսպես է ձևավորվել վստահաբար։ Ժողովրդավարության հիմքում ոչ միայն արդար ընտրություններն են, այլև հասարակության եւ քաղաքական ուժերի վստահությունը, որ այդ ընտրությունները իսկապես արդար են եղել։ Եթե ընտրությունների ավարտից հետո մասնակիցների մեծամասնությունը համոզված չէ արդյունքների օրինականության մեջ, ապա նույնիսկ իրավականորեն հաստատված հաղթանակը կարող է քաղաքական լեգիտիմության խնդիր ունենալ։ Կարճ ասած, Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում, որը փորձի լեգիտիմացնել ընտրությունների այս խայտառակ պատկերը, լարվածությունը ել ավելի է խորացնելու։ Եթե Սահմանադրական դատարանը հաստատի այս արդյունքները, ուրեմն դրանով կրկին ասելու է, որ իշխանությունը ամեն գնով էլ մնում է, բայց ընտրությունները լեգիտիմ չեն։ Այս բորբոքվող վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն եղել նոր ընտրություններ։ Հասարակության մեջ կշարունակեն խորանալ կասկածները, ընտրական համակարգի նկատմամբ, վստահությունը կնվազի։ Իսկ ամբողջ աշխարհում այդպես է, ոչ լեգիտիմ իշխանությունը վաղ թե մի քիչ ուշ ավարտվում է հեղափոխությամբ։